Ողջույն, ուշադիր հետևեք մեր հաղորդման ընթացքին, տեսնենք, թե ինչ կկարողանա մեզ համար պատրաստել դերասանուհի Էթերի Ոսկանյանը։ Ողջույն, Էթերի, հայկական երկրորդ հեռուստաալիքն եք, հաղթած չեն սպասում հաղորդումը։ Գնանք առաջ, Մարիամ, քեզ փողոցում Մարիամ են, չէ՞ կանչում։ Ոչ։ Դեռ ոչ։ Դեռ ոչ։ Լավ, որովհետև շատերին սերիալների կերպարների անուններով են կանչում, ինձ թվաց քեզ նույնպես։ Դեռ այդպես չէ, փաստորեն։ Չէ, դեռ այդպես չէ։ Ինչպես ես։ Լավ, շնորհակալություն։ Եվ ինչպես է տրամադրությունը, ինչ ես անում դու ընդհանրապես խոհանոցում։ Խոհանոցում ես հաճախ չեմ լինում, մայրս է պատրաստում ավելի շատ։ Աշխատում եմ, սովորում եմ եւ դա է պատճառը, որ չեմ լինում, բայց ինչ որ բաներ կարողանում եմ պատրաստել, մայրս սովորացնում է եւ միշտ ասում է, ուտելիքը պետք է լինի շատ պարզ։ Միապե հասկանանք, այն որ աշխատում ես եւ խաղում ես սերիալում, դրա մասին երևի թե բոլորը գիտեն, իսկ սովորելու մասին MBA շվեյցարական բիզնես դպրոց, ինքը կապ չունի ոչ թատերական արվեստների հետ ոչ մի կապ չունի։ Это предпринимательство и банковское дело. Չգիտեմ ոնց հայերեն դա կհնչի։ А что это мы перешли на русский? Ես ռուսական կրթություն ունեմ։ Բայց դու հիանալի սերիալում խոսում ես հայերեն։ Այո։ Երևի Գրետա Մեջլումյանը փորձում է օգնել համատեղ տեսարաններում, հա։ Բոլորն են օգնում։ Օրինակ ի՞նչն են ասում, ինչպես արտասանես։ Պետք է արտասանել նախագահ, այլ ոչ թե նախագահ։ Սովորաբար երբ ուզվում եմ այդ ժամանակ մի փոքր акցենտով եմ խոսում եւ բոլորը ուշադրություն դարձնում են, օգնում են որ փոխեմ դա եւ ինչ որ բառեր կա, որ կարող եմ ճիշտ չարտասանել, բայց այդ ամբողջը անմիջապես շփոթվում։ Քո կարծիքով հայերենն է գեղեցիկ թե ռուսերենը։ Յուրաքանչյուր լեզուն յուրով է գեղեցիկ։ Չէ, բայց քեզ համար քո շրջապատում ո՞րն է ավելի գեղեցիկ ընդունված եւ ո՞ր լեզվով են ավելի խոսում շատ։ Թե հայերեն, թե ռուսերեն, չեմ կարող ասել, որովհետև մերոնք բոլորը եւ ռուսախոս են, բայց հայերենն էլ են շատ խոսում։ Իմ տատիկը, որի անունն է Վիկա, որին ես շատ եմ սիրում։ Վիկա։ Այո, բայց մենք իրան Չէ, Վիկտորիա։ Վիկտորիա։ Բայց մենք իրան ասում ենք Կուկա, որովհետև փոքր ժամանակ եղբայրս չէր կարողանում Վիկա ասել։ Կուկա։ Այո։ Եղբայրս փոքր, ինձ փոքր 8 տարի, ինքը չէր կարողանում ասել Վիկա։ Եվ ասում էր Կուկա, ու այդպես մնաց, ու հիմա բոլորս Վիկային ասում ենք Կուկա։ Ինքը շատ լավ է խոսում հայերեն, ու միշտ երբ ես գնում եմ իր մոտ հյուր, ինքը անպայման ասում է Էթերի հայերեն, եթե ինչ-որ բան եմ սկսում խոսել ռուսերեն, ասում է Էթերի այդպես չի լինի, պետք է հայերեն խոսես, պետք է հայերենը շատ լավ լինի։ Ու այդպես բոլորս հայերեն ենք խոսում։ Բայց այս սերիալում ռուսեն ոչինչ բառ, չէ՞։ Չէ։ Այնպես չէ, ինչպես այն Անահիտ մուլտում կեսը ռուսերեն, կեսը չգիտես ինչ լեզվով։ Անահիտ մուլտը չեմ տեսել։ Ճիշտ ես արել։ Առանձնապես տեսնելու բան չկա։ Լավ, մի քիչ անդրադառնանք խոհանոցին։ Այսօր առավոտյան նախաճաշել ես։ Այո, ինչպես ամեն առավոտ։ Ես շատ վաղ եմ արթնանում, շատ։ 5:30 առավոտյան։ 6:30։ Արթնանում ես եւ ինչ ես անում։ Նայած, սովորաբար պատրաստվում եմ դասերից։ Ենթադրում եմ, որ ժամը 7:30 էլ երեկոյան քնում ես։ Չէ, 7:30 չէ, բայց ըստ նրա թե երբ կավարտեմ նկարահանումս եւ տուն կվերադառնամ։ Պատրաստվում ես առավոտյան դասերի։ Հետո դուրս ես գալիս, վազում ես մոտ 10-12 կիլոմետր հեծանիվ քշում։ Չէ, այդ ամբողջը չեմ անում, չնայած որ ժամանակին սպորտով զբաղվել եմ։ Սուրճ ես քեզ համար պատրաստում եւ Սուրճ կամ թեյ։ Մյուսլի, հյութ, բնական։ Ինչ ասեցիր հյութից առաջ։ Մյուսլի, չգիտեմ հայերեն ինչպես կհնչի։ Ինչ է դա։ Գերկուլես и сухофрукты։ Պարզ է։ Այդպես։ Շիլա։ Չոր վիճակում, ոչ պատրաստված։ Հասկացա։ Լավ, ինչ կառաջարկես մեզ, ինչ կարող ես պատրաստել։ Այսօր կպատրաստենք ձուկ։ Իսկ ինչու ձուկ։ Սիրում եմ ձուկ։
շատ։ Ձուկը հեշտ է պատրաստել, երևի դա է պատճառը, որ ցանկանում ես ձուկ պատրաստել։ Ընդհանրապես Ավելի հետաքրքիր բան առաջարկիր։ Հետո Ժան Նշանյանը մեր եթերում լավագույն ձուկ պատրաստողներից էր, երկրորդ տեղում էլ նկարիչ Արմեն Վահրամյանն էր։ Հիմա նրանց հետ մրցակցության մեջ մտնելը ինձ թվում է բարդ կլինի։ Բացի կարծում եմ յուրաքանչյուրը յուրովի է պատրաստում ձուկը։ Ես ձուկ շատ եմ սիրում, իրականում ես ձուկ եմ սիրում եւ բանջարեղեն։ Այսօր կպատրաստենք նաեւ բանջարեղեն։ Եվ քանի որ դուք պասի մեջ եք, ձեզ համար հատուկ։ Ինչ իմացար։ Հետևում եմ ձեր հաղորդումներին։ Ձեզ համար հատուկ կպատրաստենք աճարով փլավ։ Բանջարեղեն ես կարող եմ ուտել։ Սալատ էլ կպատրաստենք նախցան։ Լավ, բայց ձուկը մի տեսակ, չգիտեմ, Դավիթն էլ ինչ կարծիք ես։ Չէ, Դավիթ ասում է ուրիշ ինչ կառաջարկի։ Չէ, ես կարծում եմ Վրացական ինչ կարող ես առաջարկել։ Տատիկդ կարծեմ Վրաստանից էր։ Այո։ Եվ ինչ կարող ես վրացական պատրաստել։ Վրացական հենց ճիշտն ասած այդպես չեմ կարող պատրաստել։ Չխմերուլի։ Չէ, չեմ կարող պատրաստել որևիցե այդպիսի բան։ Եթե լինի բաղադրատոմսը, իհարկե կարող եմ, բայց այսպես մտաբերելով Իսկ որ խոհանոցն ես ավելի շատ նախընտրում, որ ազգության, որ երկրի, թե այդպես չես փորձել։ Չունեմ նախասիրություններ այդպիսի։ Սիրում եմ ձուկ, սիրում եմ բանջարեղեն, սիրում եմ Օրինակ Ղարաբաղի խոհանոցին ծանոթ ես, ժինգյալով հաց երբևէ եկել։ Փորձել եմ, բայց ոչ Ղարաբաղինը։ Դե Ղարաբաղինն է Դասում որ ժինգյալով։ շատ է տարբերվում։ Այստեղ պատրաստած ժինգյալով հացն եմ կերել։ Հա, այդպիսի բան կա։ Հա։ Բարձ է։ Լավ, չեմ կողմնորոշվում։ Ինչ ուրիշ կառաջարկես։ Կարող է դեսերտ պատրաստես մեզ համար եւ վերջ։ Գիտեք, ձեր գալուց առաջ մտածում եմ, որ ինչ-որ քաղցր բան պետք է պատրաստել, բայց քանի որ դուք պասի մեջ եք։ Չէ, պասի մեջ քաղցր ուտում են։ Հա, բայց շատ բաներ կա, որ չի կարելի օգտագործել, դրա համար ոչ մի բան չմտաբերեցի, որ կարող էի պատրաստել։ Բայց առավոտյան դա էի քննարկում մամայիս հետ, որ ոչ մի քաղցր բան չկա։ Իսկ ձեր տանը օրվա ապուր կա, որովհետեւ տեսնում եմ այստեղ ինչ որ բան է, հա, պատրաստվում։ Սա օրվա ապուրն է պատրաստվում, թե ուղղակի ինչ է սա, կարելի է։ Իհարկե, աճարով։ Ցույց կտաս։ Արդեն պատրաստվում է, աճարով։ Դե, որպեսզի մենք շատ ժամանակ չկորցնենք։ Այսինքն արդեն նախորդ սկսել ես պատրաստել։ Ինչ որ բաներ, Ինչ ես արել, դե ասա, գործողությունները ո՞րն են եղել։ Առանձնապես բան չկա, աճարը պետք է լվանալ։ Երեկոյան դրել ենք, որ թրջվի, որպեսզի արագ պատրաստվի սոխ եւ աճար։ Սոխարած ես արել, թե։ Չէ, իրար հետ։ Այսինքն ջուր ես լցրել, 2-3 բաժակ։ Աչքա չափով։ Ահա։ Հետո աճարը ավելացրել, կտրատած սոխ, մի փոքր աղ։ Դեռ այդ ամբողջը չենք արել, որովհետև պետք է նաև սոխարած սնկով պատրաստենք, այդ ժամանակ արդեն բոլոր համեմունքները կանենք։ Լավ, հասկանալի է։ Խոսենք թե ինչով ես զբաղվում, երբ որ ազատ ժամանակ ես ունենում։ Սերիալից այն կողմ, որովհետև չեն կողմնորոշվում ինչ ենք պատրաստելու։ Ես էլ ընթացքում մտածեմ, ինչև դու խոսես։ Ես կողմնորոշվել եմ ինչ եմ պատրաստելու։ Չէ, բայց ես ժամանակ ունեմ մտածելու, մտածեմ։ Լավ։ Կարող եմ շատ համեղ հավ պատրաստել։ Հավ։ Բայց դուք միևնույնն է չեք ուտում դա։ Ինչ է նշանակում համեղ հավ։ Ինչպեսին կարող է հավը լինի։ Կարող է լինել համեղ, կարող է լինել ոչ այնքան համեղ։ Չէ, ո՞րն է առանձնահատկությունը ձեր պատրաստած, քո պատրաստած հավի։ Սոուս։ Ինչ սոուս է։ Դե հավը պետք է մաքրել, լվանալ։ Հետո եփում ենք այն կիֆիր եւ համեմունքներ։ Այդ ամբողջը իրար հետ խառնում ենք եւ եփում ենք։ Շատ համեղ է ստացվում, շատ։ Լավ, չէ, երևի ձուկը թե հավը, Դավիթ։ Դավիթը ասում է։ Ձուկը։ Իսկ ես օրինակ կհամաձայնվեի այսօր օրինակ ոչինչ չպատրաստեր, մենք ոչինչ չուտենք, դու այսպես հոգևոր սննդով մեզ կերակրեր։ Ինչ որ մի բան արտասաներ, երգեր, մոտակա երևի տեսարանը, հա, դերդ ունես, փորձեիր։ Մենք էլ տեսնենք թե ինչպես ես փորձում։ Ինձ թվում է դա ձեր մյուս հաղորդաշրջանակներում պետք է։ Չէ, բոլորովին։ Չէ։ Քաղցած ձեզ չենք սպասում եւ այդպես էլ հոգևոր սննդի կարիք ունենք այսօր։ Քաղցած չենք բոլորովին։ Ջուր կարող ենք ըմպել եւ թեյ։ Ինչպես կցանկանաք։ Բայց կարող ես։ Հա։
Լավ չէ, մենք համաձայն ենք ձուկ պատրաստիր եւ արդեն այս փլավը պատրաստ է։ Չէ, դեռ այնտեղ շատ բան կա անելու, բայց Հա, բարձ։ Լավ, գնանք գնումների։ Ունենք գնումներ։ Այո, 1-2 բան որ չեմ գնալ, քանի որ ձեր հաղորդման ֆորմատը այնպեսին է, որ մենք պետք է անպայման գնանք։ Լավ, ուրեմն գնացինք գնումների։ Գնացինք։ Հա, բայց ես քեզ օրիգինալ բան էի առաջարկում, նայ, ոչ բան չպատրաստեիր։ Կարող ենք այդպես անել։ Քո մոտակա դերը փորձեիր։ Լուրջ կարա ստենց անել։ Մոտակա դերը փորձել։ Իսկ ինչ որ բան արտասանես։ Հա, կարա այդպես բան լինի։ Ամեն ինչ կարա լինի։ Իհարկե։ Ты дружишь с поэзией, да? Дружу. Очень. Օրինակ ում ես սիրում։ Я очень люблю Пушкина. Որը։ Анчар. Помнишь? Наизусть не помню, к сожалению, но это... До конца передачи сможешь выучить? Наизусть? А. У меня очень хорошая память, так что если вы мне уделите пару минут, то это точно возможно. 2-3 столбика всего лишь. К концу программы? Угу. Кстати, по поводу поэзии, у меня мама пишет стихи. Очень красивые. На армянском или на русском? Հայերը։ Դե մի բան արտասանի։ Մամայի։ Անգիր չգիտեմ, բայց ոչ բան անգիր չգիտես։ Չէ, անգիր գիտեմ բաներ, բայց Օրինակ ինչ գիտես անգիր։ Из того же Пушкина я помню чудное мгновение. Передо мной Явилась ты, как мимолетное видение, как гений чистой красоты. Շարունակեմ։ Ով է քեզ համար դա արտասանը։ Սոսը Ջանի Բեկյան։ Չէ։ Да, դեռ դպրոցում եմ սովորել, չէ, այնտենց ոչ։ Գնանք գնումների։ Գնացինք։ Ոտքով։ Ոչ մեքենայով։ Մեքենա ունես։ Այո։ Որն է քո մեքենան։ Այն սև մեքենան իմ մեքենան է։ Օ, ես գիտեի, որ սերիալում բավականին լավ են վարձատրում, բայց որ այսքան լավ են վարձատրում։ Սերիալում այնքան վատ չեն վարձատրում, բայց այս մեքենան հայրս է գնել ինձ համար։ Կեցե հայրիկիդ։ Գնացինք։ Եվ գոհես։ Շատ։ Ես սպասեմ քո համար դուռը։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Հարմար է։ Վարորդական իրավունք ունես։ Իհարկե, արդեն 7 տարի վարում եմ։ 7 տարի։ Այո։ Բայց դու 17-18 տարեկան չես։ 27։ Պարտադիր չէր տարիքը նշել։ Ես կասեի, որ 19։ Շնորհակալ եմ։ Եթե դա քեզ համար կոմպլիմենտ է, նույնիսկ 18։ 18-ը մի քիչ շատ էր, բայց 19-ը լավ է։ Գնացինք։ Գնացինք։ Ինչպես է տրամադրությունդ։ Շատ լավ։ Այստեղ Վիետնամասում գտա քո դերերից կարելի է։ Իհարկե։ Եվ գրված է տեսարան երկրորդ Արմանի տուն։ Ցերեկ ննջարան։ Լիդա, ինչու դուրս չեկար ճանապարհեիր։ Տարասխալներ կա ցույց տանք, թե պետք չի։ Չէ, կարող եք ցույց տալ, կարող եք ցույց չտալ, որովհետև այդ տարասխալները նրանից են, որ քանի որ սցենարիստը անընդհատ ընթացքի մեջ գրում է եւ ինչ որ փոփոխություններ է անում, շատ հաճախ լինում է, որ այդպիսի տարասխալներ պատահում են։ Դե բայց դու կարող ես արտաբերել այնպես, ինչպես գրված է, դա արդեն թերի կլինի։ Դե ոչ իհարկե։ Մարիամ, Արմանը չուզեց, Լիդա, բա ինչի ես այսպես լացում։ Մարիամը չի խոսում։ Մի խոսքով դերերդ սովորում ես մեքենայի մեջ։ Մեքենայի մեջ չէ, տանը, բայց այսպես տպած վիճակում մեքենայի մեջ եմ միշտ, որպեսզի նկարահանման հրապարակում մոտս լինի, բայց սովորաբար տանն եմ կարդում համակարգչով։ Ինչ ես անում ընդհանրապես երեկոյան, որտեղ ես քաղաքում լինում։ Երեկոյան կամ տանն եմ լինում, կամ մենք բոլորս բարեկամներով հավաքվում ենք ինչ-որ մեկի տանը, կամ գնում եմ որևէ համերգի, կամ ներկայացման, նայած թե ինչ երեկո, նայած երբ։ Սովորաբար երեկոյան մենք աշխատում ենք, բայց իրականում ամբողջ օրն ենք աշխատում, ամբողջ օրը։ Իսկ ինչու ես այս թաղամասում ապրում։ Որովհետև ծայրամասում։ Տարիներ առաջ այստեղ ենք գնել բնակարան եւ արդեն 18 տարի այստեղ ենք բնակվում։ Ցանկանայր փոխեիր բնակավայրդ ավելի մոտենայր կենտրոնին կամ ուրիշ թաղամասի, թե այստեղ հարմարվել ես եւ լավ է։ Նշենք, որ մենք գտնվում ենք Ավանում, չէ՞։ Այո։
Այստեղ լավ է, բայց եթե տեղափոխվենք, դեմ չեմ լինի։ Այսպես ասեմ։ Շատ կապնված չեմ թղամասին, որովհետև այնպես չի, որ այստեղ դուրս եմ գալիս կամ շատ մարդ եմ ճանաչում։ Մենք հասանք։ Ու կարծիքով որքան ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք բոլոր գնումները կատարենք։ 10 րոպե երևի։ 10 րոպե, ցուցակ ունես։ Այո։ Ցույց կտաս։ Իհարկե։ Ինչ են գնելու։ Կիտրոն, կացաղ բալզամիկ, թթվասեր փոքր, տոմատ փոքր, սունկ, քունջուտ, անձեռոցիկ, լավաշ կտավատի ձետ։ Դու ես գրել։ Այո։ Գնացինք, ինչ ենք սկսում։ Եթե ուզում եք, ես կարող եմ արագ։ Ինչպես։ Եթե ուզում եք, կարող եմ արագ գնումները կատարել դուք։ Չէ, միասին փորձենք մի քանի գնում կատարել։ Okay։ Ես կարող եմ քեզ օգնել։ Давайте։ Գնաց։ Եվ Կիտրոն։ ընդհանրապես գնումներ կատարել սիրում ես։ Ճիշտ ասած այդքան էլ չեմ սիրում, բայց Խոսքը մթերային խանութների մասին չէ, այլ հագուստի, օծանելիքի։ Չեմ կարծում, որ կան աղջիկներ, որոնք դա չեն սիրում։ Մեզ ոչ մեկ չի օգնի, մենք ինքներս մեզ կօգնենք կներեք։ Շնորհակալություն։ Վերջին անգամ ինչ մեծ գնում ես կատարել քո կյանքում։ Եղբորս համար ժամացույց եմ գնել։ Փետրվարի 23-ի կապակցությամբ։ Չէ, նոր տարվա կապակցությամբ։ Դա շատ շուտ էր փաստեն, 4 ամիս ես, հա, առաջ գնում։ Խոսքը մեծ գնումների մասին է, չէ։ Շատ չի կիտրոնը։ Նորմալ է, որովհետև մենք նաև յուտ պետք է պատրաստենք։ Կիտրոնը։ Դիրես թե։ Ես կարծում եմ կշռել է պետք սա։ Լավ, հետո կշռենք, գնանք առաջ։ Եվ եղբայրդ հավանեց գնումը թե։ Շատ Իսկ հավանեց։ դու քեզ համար ինչ ես գնել վերջերս։ Ես հասկանում եմ, որ նվերներ տալ սիրում ես, իսկ ինքդ նվիրել։ Ինչպես։ Ես հասկացա, որ նվերներ տալ սիրում ես, իսկ քեզ նվիրել, ինքդ քեզ նվեր անել։ Դե ինչ որ գնումներ անում եմ, իհարկե ինքս ինձ համար առնում եմ ինչ որ բաներ, սիրում եմ, բարձա։ Խանգարում եմ իմ հարցերով։ Չեմ կարողանում արագ կողմնորոշվել, բայց չեք խանգարում ոչ։ Գնանք առաջ։ Գնացինք։ Մեզ կիտրոնը պետք է կշռեն եւ վերեն, հա, երևի մեզ կգտնեն։ Քեզ մի անգամից ճանաչեցին, ասեցին սերիալի Մարիամն է։ Ճիշտ որ ասեմ, ինձ երևի վերջի 2-3 օրն է, որ այդպես շատ ճանաչում են դուրսը, չնայած փողոցում շատ չեմ լինում, որովհետեւ աշխատանքի ենք լինում սովորաբար այդ ժամերի, բայց շատ շնորհակալություն, իսկ տոմատը որտեղ կարող եմ։ Կարող ես դնել այստեղ։ Շնորհակալություն։ Ինչ ես փնտրում, ասա։ Տոմատ։ Որտեղ է։ Հա։ Իսկ Այո։ գնումների ժամանակ գներին ուշադրություն դարձնում ես, թե քեզ համար կարևոր չէ։ Բնականաբար։ Դարձնում ես գներին ուշադրություն։ Հա, իհարկե։ Որ չափից ավելի թանկ չլինի։ Դե որպեսզի իմանամ, թե ինչքան պետք է լինի իմ ծախսը։ Իսկ նկատել ես, որ վերջերս խանութներում ամեն ինչ թանկացել է։ Նկատել եմ ամենտեղ, այո։ Լավ է թե վատ։ Չի կարող լավ լինել, կարծում եմ։ Կորավ աղջիկը, որ մեզ օգնում էր, հա, չէ, այստեղ է։ Շնորհակալություն։ Հա, մերսի։ Եվ տոմատ։ ահա, ես քեզ օգնեմ միշտ։ Եթե իսկ եթե անսպառ գումար ունենայիր, ինչ կանեիր։ Երևս վերջին հարց է այս հատվածում եւ կսպասենք քեզ դրամարկումը։ Կճանապարհորդեի։ Դեպի ուր։ Ամբողջ աշխարհով։ Ամբողջ աշխարհում։ Լավ միտք է։ Ձուկ պետք է գնես, չէ՞։ Ոչ, ձուկը արդեն գնել եմ, տանն է։ Մեզ է սպասում։ Բայց մենք կօգնենք ձուկ գնելու հարցում քեզ։
Ես միշտ մի տեղից եմ գնում ձուկը, այնտեղ շատ համեղ ձուկ է միշտ լինում։ Արդեն գնել եմ եւ Իմ հաջորդ հարցին անկեղծ կպատասխանես։ այո։ Դու ես գնել, թե գնել են քեզ համար ձուկ։ Չէ, ես եմ գնել։ Ինքդ քո ձեռքով գնացես ձուկ գնելը։ Դե, այո։ Լուրջ։ Թե խնդրել ես եղբայրը, մայրիկը, հայրիկը։ Չէ, ես։ Գցես։ Լավ, քիչ անց երևի կտեսնենք ինչպիսին է քո գնաց ձուկը, իսկ հիմա արդեն սպասենք քեզ դրամարկի մոտ։ Մյուս գնումները կատարից եւ միացիր մեզ։ Շատ լավ։ Լավ։ Okay։ Բավականին արագ կարողացար վերադառնալ։ Քեզ օգնում էին թե ինքնուրույն։ Այո, օգնում էին։ Գոհ մնացիր խանութից։ Շատ։ Խոսքով հայտնի լինելը լավ է, հա։ Դե, Զգում ես քո վրա փոփոխություններ։ չէ։ Չէ, դեռ այդքան չէ։ Եվ այսպես 8559 դրամ Այո։ եւ 8700 դրամ, խնդրեմ։ Դուք եք վճարում։ Չվճարենք։ Կարող է ես էլ վճարել, դուք իմ հյուրերն եք։ Չէ, խնդիր չկա, մենք վճարենք։ Եթե կարելի է։ Իհարկե։ Եթե չես ուզում, կարող ենք չվճարել, բայց կարծում եմ կարող ենք նաեւ մենք վճարել։ Լավ։ Որովհետեւ դու արդեն գնումներ կատարել ես, չէ՞։ Ինչքան ես վճարել ձկան համար։ Հիմա գումարը պետք է ասեմ։ Հետաքրքիր է, ինչքան ես վճարել։ 7500 դրամ։ Օրինեցիր։ Չէ, անկեղծ չէ։ Ես անդադ փորձում եմ հասկանալ ձուկը դու ես գնել թե ոչ։ Չէ, բայց ինչ կա դրա մեջ, Որտեվ- չեմ հասկանում։ Դժվար է կնոջը համար ձուկ ընտրել կամ միս ընտրել։ Դե ես չեմ ընտրում, իրանք այնտեղ ճանաչում են ինձ արդեն եւ ընտրում են իրանք։ Այնտեղ էլ ես հայտնի։ Գնացինք։ Գնացինք։ Եվ այսպես, շնորհակալություն թեյի համար եւ շատ համեղ մուրաբա էր։ Տատիկից պատրաստածն Երևի է։ տեղին է մի պահ ֆիքսենք, թե ինչ համեղ մուրաբաներ էր։ Շատ լավ։ Տատիկից պատրաստածն է։ Եվ ինչ ես անում դու։ Ուրեմն հիմա կկտրատենք սունկը, սա ձկան համար սոուսն է, թթվասեր, տոմատ եւ Արդեն խառնեցիր։ դեռ չեմ խառնել։ Բայց հիմա կխառնենք, կավելացնենք բիբար, պղպեղ։ Եվ Գրետա Մեժլումյանը նայելու է հաղորդումը։ Եվ Շատ բոլոր սխալներն ուղղելու է։ Տատիկն է նայելու հաղորդումը։ Դե որ պետք է շատ ուշադիր լինել։ Իսկ այս ընթացքում ինչ դու սունկ Իմ ես լվանում, ես Կարելի է ես ներկայացնեմ։ այո, մեր եթերում պատրաստեցի շատ հետաքրքիր մի Շատ համեղ։ շատ փորձեցիր։ Չէ, ես վստահ եմ, որ Դες ինչ համեղ։ բարդ էր սա պատրաստել եւ որքան ժամանակ խլեց ինձնից։ Ես անպայման հենց հիմա կփորձեմ։ Կարող ես։ Եվ Կարելի է, գնահատականը տուր, այո։ Ինչ եմ արել գիտես։ Հիմա կփորձեմ եւ կասեմ։ Սա գիտես իմ տատիկից եկած բաղադրատոմս է։ Տատիկս ով նա ապրում էր այդ տատիկս Փարիզում եւ աշխատում էր Ֆոլիբերժեր թատրոնում։ Պարում էր այնտեղ։ Եվ այ Փարիզում այսպիսի բաներ էին ուտում նրանք այն ժամանակ։ Գիտես Ֆոլիբերժեր թատրոնը։ Ոչ։ Առաջին կաբարեն է։ Իմ տատիկը ապրել է կաբարեում։ Շատ հետաքրքիր։ Թատրոնի նկատմամբ սերը սկսել է այդ տատիկիցս։ Ահա թե որտեղից էին գալիս, շատ համեղ է։ Հա, իմիջիալի զոշը տատիկը տատիկից մայրը մի փոքր Այսինքն ավելի։ Հա, Рецепт, который хранится из поколения в поколение։ այո։ Լավն է, չէ։ Շատ։ Եվ այսպես սիրելի հերոստադիտող, այսօր մենք մեր հաղորդումը վերջացրեցինք այսքանով, բավարարվեցինք, թե ձուկը ինչպես կպատրաստես եւ սունկը խառնել ենք բալզամիկ սոուսի հետ, ընդհանրապես սա է։ Բայց շատ համեղ է։ Եվ սունկը եփել պետք չի, սա բնական իր վիճակով Շատ սունկ է։ հեշտ, Լավ արագ լվացել եւ է։ համեղ։ Դե դու գործիր։ Հիմա տեսնենք, թե ես ինչ եմ կարողանում պատրաստել։ Ձկան համար մի փոքր սև բիբար։ Սոուսն ենք, հա, սա։ Այո, շատ համեղ սոուս է։ Ինչ ենք անում։ Ուրեմն սև պղպեղ։ Դուք կծու սիրում եք։ Ես շատ։ Բայց ես ձուկ չեմ ուտել Հա, ցավոքսը։ ճիշտ է։ Բայց Դավիթն էլ է սիրում։ Շատ լավ։ Սա քաղցր բիբարը եւ մի Պղպեղը, փոքր։ այո։ Պղպեղ։ Դեպի մեզ խնդրում եմ։ Ֆիլմեր նայել սիրում ես։ Շատ։ Շատ։ Իսկ այնտեղից մեջբերումներ, ցիտատներ ֆիլմերից հիշում ես, ո՞րն է օրինակ։
Չէ։ Ինչ որ մի ցիտատ, նախադասություն, որը տպավորվել է, այո։ Չէ, այդպեսի բաներ։ Я тебе такой умный вещь скажу։ Только ты не обижайся։ Այդ կարգի բաներ։ Չէ, չկա այդպես։ Չէ, այդպեսի բաներ։ Ուշադրություն չեմ դարձնում։ Իսկ դու միշտ հերոսուհիներ պետք է խաղաս ֆիլմերում, թե պարտադիր չէ։ Այս պահին հերոսու ես, չէ։ Հա, այս պահին հերոսուհի եմ, բայց ես նաև նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում, որը այլ ազգի ռեժիսոր է նկարահանել, այստեղ ֆիլմը չի ցուցադրվել եւ այն միստիկ ժանրի ֆիլմ է։ Ճիշտն ասած, ես չեմ սիրում այդ տեսակ ֆիլմերը եւ առհասարակ չեմ նայում։ Հա, դու միստիկա չես սիրում։ Չէ։ Չէ, բարձ է։ Բայց հաջողված դերեր։ Ինքը երկրորդ պլանի դեր էր։ Ամբողջ ֆիլմը չկարողացա նայել, ճիշտն ասած։ Եթե չես կարող միաժամանակ եւ աշխատել եւ պատրաստել, ես չեմ խանգարի։ Եթե կարող ես հարցեր տամ, պատասխանիր եւ մեկնաբանիր թե ինչ ես անում։ Հիմա ավելացրեցինք կարմիր պղպեղը գծու։ Հիմա կխառնենք եւ մեր սոուսը պատրաստ է, շատ հեշտ, շատ պարզ, բայց շատ համեղ։ Ընդամենը այսքանը։ Ուրիշ ոչ մի ավելորդ բան։ Եթերի կյանքում ամենաշատ ինչով ես հպարտանում։ Չգիտեմ ինչպես հայերեն ճիշտ ասել։ Իմ հպարտությունը իմ եղբայրն է։ Ինչ հետաքրքիր մեկնաբանություն։ Ինչու՞։ Որովհետև շատ Խոստացել ես արտոնաշրջանակներում նրա մասին խոսել։ Немного рекламы на нашем канале։ Չէ, ուղղակի իրոք կարծում եմ դա ամենակարևոր եւ ամենամեծ բաներից է, ձեռքբերումներից է իմ կյանքում։ Ես Խիստ եղբայր է։ Չէ, ես եմ խիստ քույր։ Ես մեծ եմ 8 տարի եւ ես եմ խիստ։ Երբ շատ փոքր էի, մի օր պապայիս եւ մամայիս ասացի, որ ուզում եմ եղբայր։ Այսինքն ճիշտն ասած շատ նեղացել էի, որովհետեւ ինձ ասել էին, որ ես հարազատ քույր եւ եղբայր չունեմ։ Ես եկա տուն, այդպես հուզված, լացում եմ, ասի՝ «Մամ, պապ, ես եղբայր եմ ուզում»։ Հենց վստահ գիտեի, որ պետք է եղբայր լինի։ Եվ անցավ 9 ամիս։ Այո։ Չէ, սա իրական պատմություն է, թե։ Իրական։ Հա, իրական պատմություն է։ Ինչքան է ծնողներդ քեզ սիրում, ամեն ինչ անում են։ Շատ։ Իսկ հիմա եւս մեկ քույրիկ չես ուզում։ Չէ, ինձ թվում է, եթե ես քույր ունեի, ես շատ խանդոտ եմ պապայի եւ մամայի սիրո հանդեպ, շատ։ Լավ, ընդմիջենք մինչև սունկը կտրատես, հա։ Եթե ցանկանաս, ես կօգնեմ քեզ։ Շատ լավ։ Լավ։ Լուրջ պատմություն, հա, սա։ Շատ лучше պատմությունը։ Ես հուզված եկա տուն։ Они в этот же день зачали, у них амис это երեխա է։ Я не знаю подробностей, но факт остается фактом, что мне уже было 8 лет. В принципе, мои родители уже не думали о том, что... О втором ребенке не думали? Դու ես, в общем, բան արել, հա։ Հա, ու շատ ուրախ եմ։ Շատ հպարտանում եմ իմ եղբայրով։ Ճիշտ։ Ինքը գիտի այդ պատմությունը, որ դու ես, հա։ Գիտի։ Մոլաչին է։ Հետարքիր պատմություն էր։ Բայց դուրս եկավ իսկական ձեզ բալզամիկ սոուսով սունկը։ Մի կերպ կերար ընդ ոնց որ չծամեցիր նույնիսկ բան։ Չէ, իրոք։ Դուրս համովա չէ։ Հա, համովա։ Я люблю овощи։ Մայրիկը հայտնվեց վերջապես խոհանոցում։ Շատ սիրելի եւ գեղեցիկ մաման։ Եվ մենք իմացանք, որ նա իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի բաղադրատոմսի չի հետևել, այլ հորինել է ամեն ինչը խոհանոցում ինքը իր այսպես ճաշակով։ Բայց ես նաև պատմեցի, որ երբ մամաս շատ փոքր էր, 18-19 տարեկան, ուներ այդպիսի մի գիր։ Ստված կրկին եղբորդ պատմությունը պետք է պատմես։ Երբեք չի օգտվում։ Դե պատմիր։ Ուրեմն մենք հիմա պատրաստում ենք բանջարեղենը։ Եկեք ցույց տամ։ Շատ գեղեցիկ գույներով։ Առանձնապես բան չկա անելու, այստեղ ուղղակի լվանում ենք եւ Ես նկատեցի, որ ձեթ չես ավելացրել։ Այո, դեռ չեմ ավելացրել, բայց ընթացքում վերջում պետք է մի փոքր ավելացնել։ Չենք տապակում, դրա համար ձեթը վերջում։ Փակենք այն մի վայրկյան կներեք։ Ինչ ենք անելու հիմա։ Հիմա ձուկը։ Սա մեր ձուկիկն է։ Բաստուրմա ես դրել արդեն։ Հա, տենց Դու։ մամաս։ Չէ, բայց այս ձուկը դու ինքդ ես գնել։ Ազնիվ խոսք։ Ես եմ գնել։ 2 ձուկեր, 3 ձուկեր։
3։ 3։ Այո, այստեղ երկուսն են։ Ոչ, 3-ն են, 3 գլուխ գտա արդեն։ Ուրեմն դու չես կտրատել։ Չէ, ես չեմ կտրատել, չէ։ Դու չես բաստուրմադրել։ Չէ, մամաս, ասեցի արդեն։ Լավ։ Ինչ ենք անելու։ Ձեռնոցները։ Պարտադիր։ Ահա։ Այսպես։ Հիմա ավելացնում ենք այս սոուսը։ Ահա։ Դեռ ինչքան հաճախ են քո ընկերները գալիս ձեր տուն ու դու նրանց հյուրասիրում ես, թե այդպեսի բան տեղի չունի։ Ժամանակին շատ հաճախ են գալիս։ Շատ, մենք ամբողջ կուրսով հավաքվում ենք մեր տանը։ Իմ ընկերներն էին գալիս այստեղ, բայց հիմա քանի որ բոլորը զբաղված են եւ ես նույնպես ցավոք սրտի այդքան հաճախ չեմ կարողանում հանդիպել։ Այդպես ստացվել։ Նախանձում ես այն կանանց, ովքեր կարողանում են լավ պատրաստել խոհանոցը։ Բարի խանդով էսպիսի։ Հա, ճիշտ ասած ես էլ կուզենայի իհարկե որ շատ համեղ կարողանայի պատրաստել, բայց ինձ թվում է դա այդքան շատ դրա վրա ակցենտ դնել պետք չի, կարծում եմ։ Իսկ փոքր ժամանակ, երբ որ շատ փոքր էիր, ձգտում էիր հանրային մարդ դառնալ, թե կարևոր չէր քեզ համար։ Չէ, երբեք չեմ մտածել դրա մասին։ Իմ երազանքը չի եղել դառնալ դերասանուհի։ Բայց հանրային մարդ լինելը վատ չէ, չէ՞։ Այսօր խանութում նկատեցիր, չէ՞, ինչքան էին քեզ օգնում ուշադրության կենտրոնում։ Հա, դա շատ կենտրոնում։ հաճելի էր իհարկե, կան դրա դրական եւ բացասական կողմերը, ինչպես յուրաքանչյուր աշխատանքի մեջ։ Մոդային հետևում ես նորաձևությանը։ Շատ խափուսիկ է նորաձևությունը, դրա համար ինչ որ բաներ պարզ է որ հետևում եմ, ուշադիր եմ, բայց չկա այնպեսի բան որ եթե սա մոդայիկ է, նորաձևը, ուրեմն պարտադիր ես պետք է դա։ Խանութը նկատի ունեի, օրինակ քո կարծիքով մոդայիկ է, երբ որ կինը իր տղամարդու համար պատրաստում է, թե մոդայիկ է ռեստորաններում սնվել։ Չի կարող լինել դա երբևէ մոդայիկ կամ ոչ մոդայիկ կամ ընդհանրապես նման հարց չի կարող առաջանալ, որովհետև կինը պետք է պատրաստի տղամարդու համար ուտելիք։ Ժամանակակից կինը ասում է ոչ, ես չեմ ցանկանում վատնել իմ ժամանակը խոհանոցում, ավելի լավ է ես ունենամ իմ գործը, դուրս գումարներ աշխատեմ եւ խոհանոցում կլինի ինչ որ մեկը կամ մենք կճաշենք ինչ որ միտեղ։ Չէ, մեկը մյուսին չի խանգարում եւ չեմ գտնում որ չեմ հասկանում այդ տեսակ մտածող մարդկանց։ Ում կարծիքն է քեզ համար կարևոր։ Մամայի, պապայի։ Ամենակարևորը իրենց կարծիքն։ Եվ վերջին սերիալի վերաբերյալ ինչ նկատողություններ են անում, ինչ խորհուրդներ են տալիս։ Աշխատում եմ մամայի հետ առհասարակ, տենց շատ չնայել սերիալը մեր, որովհետև մամաս երբ նայում է, ինքը շատ հավանում է, բայց միշտ բոլոր թերությունները նկատում է։ Ու ես նեղվում եմ, ասում եմ, ախր չէ, մամ, բայց այդպես չի, ախր դու հասկանում ես, այսպես, ասա, այսպես, բայց իրականում մամաս այդ առումով շատ ուշադիր է, շատ անհնար է, ոչ մի բան չի կարող իր աչքից վրիպել ու իր կարծիքը շատ կարևոր է ինձ համար։ Դրա համար հետո նույնիսկ եթե ես այդ պահին նեղվում եմ, ասում եմ, չէ, բայց ես համաձայն չեմ, բայց անպայման հաշվի եմ առնում։ Ձեթի հոտ է գալիս մի տեսակ։ Թե շփոթվում Սունկը է։ մոռացանք։ Ձեթը դրել ենք տապակել։ Սունկը չենք լցրել։ Ինչ այլոց խոհանոցում ինձ համար ամենաանտանելին նա է, որ ձեթի հոտ է սկսում գալ։ Բայց ինչ արած։ Այսպես էլ է պատահում։ Եթե ով կամ ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի Կներեք, մամ, բարձր մի հատ հարց ունեմ, կներեք Հա, իհարկե։ խնդրեմ։ Մամ ջան, կարող եք ջուր մի քիչ ավելացնել, տենց մոռացել ենք սրա մասին։ Прямо вот это не лավ չի։ Ջուր, որ ավելացնեք վտանգավոր է։ Հա, բավարար։ Բա ինչ պետք է անենք։ Ցածրի վրա էր ինքը։ Մի քիչ Բայց ջուր հարկավոր էր ավելացնել, թե ուղղակի Ավելի ջուր շատ տալիս չէ։ չէ, կարելի է չավելացնել։ Ես էլ եմ կարծում։ Լավ, տամ հարցս արդեն կարող ես պատասխանել։ այո, ուշադիր լսում եմ։ Հարցս հետևյալն էր, ով կամ ինչը կարող է նպաստել, որպեսզի քո տրամադրությունը բարձր լինի։ Ով կամ ինչը։ Աշխատում եմ, որ տրամադրությունս միշտ նորմալ լինի, ուրախ։ Խոսքով ոչ ոք չեն կարող, ոչ ոք չի ազդի քո տրամադրության վրա եւ ոչ մի բան չի ազդի։ Չէ, իհարկե կարող է ազդել, շատ բաներ կա, որ կարող են։ Այս աղմուկը չի խանգարում մեզ։ Ոչ։ Մենք քեզ ուշադիր լսում ենք։
շատ բան կարող է ազդել իմ տրամադրության վրա, բայց առհասարակ աշխատում եմ այնպես անել, որ դա չանդրադառնա աշխատանքի վրա եւ շփումների վրա։ Այս մեկը մնաց, չտեղավորվեց։ Ամենահամով կտորը մնացել է։ Իսկ ես սիրում եմ գլուխ։ Շատ լավ։ Ունենք նոր գործողություններ, թե ինչ Սա է։ պետք է դնենք արդեն Ջեռոցը, ջեռոցը։ ջեռոցից էլ է, հա, ծուխ դուրս գալիս։ Բայց դա նորմալ է։ Իհարկե նորմալ է։ Տեղավորեց։ Այսպես երևի դա։ Զգուշ, ահա։ Վերջ։ Կսպասենք 40 րոպե։ Եվ ձուկը պատրաստ կլինի։ Դուք ես ռոմանտիկ համարում ես։ Յուրաքանչյուր աղջիկ էլ ռոմանտիկ է։ Չկա այնպեսի մեկը, որ ասի ոչ։ Ռոմանտիկ են, երբ որ սիրահարված են։ Սերը ինքը ընդհանրապես ես այսպես եմ հասկանում, որ ես սիրում եմ իմ բոլոր իմ բարեկամներին եմ շատ սիրում, իմ մամային, պապային, եղբորս, իմ տատիկներին ու պապիկներին, այսինքն սերը դա այնպեսի մի բան, որ ինքը միշտ կա։ Հեռուստադիտողը ինձ չի ների, եթե այս հարցը չտամ։ Այո։ Լսում եմ։ Պատասխան ասա։ Ոչ։ 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 Քո սիրտը ազատ է։ Այո։ Թե։ Չէ։ Չէ։ Լավ, վերջ։ Հաջորդ գործողությունները որոնք են լինելու, բայց ինչ իմացա, որ այդ հարցն եմ տալու։ Դե եթե մենք խոսեցինք սիրո մասին, կարծում եմ, որ Երբևէ չես սիրել եւ այս պահին չես սիրում։ Կարծում եմ, որ եթե սիրեի, հիմա ամուսնացած կլինեի։ Լավ, հա, հետաքրքիր է։ Բայց շատ հաճախ ասում են ամուսնացիր նրա հետ, ում չես սիրում, այլ լավ ընկեր է, որովհետև սերը մահանում է ամուսնության 6-րդ շաբաթից։ Նույնիսկ այդպես, ժամկետներն Այդպես են ասում, այո։ Չգիտեմ ճիշտն ասած, թե ինչպես կլինի, ոնց կլինի։ Մայրիկը ճպտում է, համաձայն է ինձ հետ։ Չէ, համաձայն չի։ Ես կարող եմ ասել, որ մամաս հաստատ համաձայն չի ձեզ հետ, որովհետև ես տեսնում եմ, թե ինչքան սիրով են իրար հանդեպ իմ պապան ու մաման։ Փորձեցիք իմ պատրաստած սունկը։ Չէ։ Հում սունկ չեք ուտում։ Ուտում եք, շատ համեր է։ Ունենք հաջորդ գործողություն, խնդրեմ։ Հիշամ ինչ ենք անում, դե պետք է սպասենք ուղղակի։ Լավ, մինչև Հիմա հիշել։ պետք է սպասենք։ Okay, ընդմիջենք։ Հա, ընդմիջենք։ Բայց աչքիցը տերևած որ խափում ես, որ բան երբեք չես սիրել։ Տենց բան չի լինում։ Չէ, գիտեք, ոնց ասեմ, ես վստահ եմ, որ եթե ես սիրեմ, եթե ես իրականից դա սեր։ Այդ կարող է կյանքում չհասկանաս այդ ինչն էր սերը։ Եթե ես գտնեի, որ այդպես եմ զգում, ես հիմա երևի ամուսնացած։ Երևի չէ հաստատ կլինեի ամուսնացած։ Չէ, դպրոցում չես սիրել 10-րդ դասում։ Մանկապարտեզում չէ։ Մանկապարտեզում չէ։ Մանկապարտեզում չեմ եղել սիրել։ Մեր դասարանից բոլոր բաները, ռոմանները իրար մեջի եւ միջդասարանային բոլորս գիտենք ով ում ասիրում եւ այլն եւ այլն։ Դե ես ունեի մանկապարտեզում ամեն ինչ պատմել։ Էլ չեմ ասում ինստիտուտում։ Չէ։ Հայտնի էր ամեն ինչ արդեն։ Մինչև այսօր մարդիկ կան, որ սիրում են, բայց Չէ, ես ինստիտուտում բավականին տենց շատ լուրջ գնում էի դասի եւ վերադառնում էի տուն, առանձնապես ոչ մի արտարոց բան տեղի չի ունեցել։ Նման։ ուզում ես մի բան գուշակեմ։ Այո։ Մինչև մյուս տարվա փետրվարի 13-ը դու արդեն սիրելու ես, սիրահարված ես լինել։ Չէ, ամուսնացածը պարտադիր չի, բայց ունենալու ես քո տղամարդուն, հիշի։ Կհիշեմ։ Զանգես կասես, չէ՞։ Անպայման։ Դա։ Եթե ինչպես ասացի, բանջարեղենը Al dente։ al dente։ Այո։ Դա որ լեզվով էր։ Իտալերեն։ Իտալերեն գիտես։ Չէ, չգիտեմ իտալերեն, Դա ասա ինչ ես անում։ Հենց հիմա պատրաստում ենք սոուսը աղցանի համար։ Արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ է։ Գործիր, մի անգամից, այո։ Կարող եմ հարց տալ, հա։ Այո, իհարկե։ Քանի որ հասկացանք, որ քո կյանքում տղամարդ չկա։ Բոլորին կարծում եմ կհետաքրի, թե որ հատկություններով տղամարդը կարող է քո սիրտը գրավել։ Ինչպիսին պետք է լինի քո տղամարդը։ Խառնեցինք բալզամիկ սոուսը, ինչի հետ։ Բալզամիկ սոուսը կտավատի ձեթի հետ։ Ես մտածում եմ դեռ ձեր հարցին ինչպես պատասխանեմ։ Ուրեմն ավելացնում ենք բիբար, պղպեղ, մի փոքր սև, մի փոքր խելացի պետք է լինի։ Պետք է լինի Ազգային ժողովի պատգամավոր։
Հա։ Բայց որ կարող է ամբիոնից խոսել։ Չէ, իրականում այդպիսի ինչ որ կրիտերիաներ գծագրված իմ գլխում չունեմ։ Չեմ Սև գույնը պետք է շատ սիրի, որովհետև նկատել եմ դու սև գույնը սիրում ես։ Սիրում եմ բոլոր գույները։ Ուղղակի այսօր այդպես ստացվեց, որ սև եմ։ Այն հատվածը, որ սերիալում նայում էի, սև գույնով էր, մեքենաց սև է, հագուստը սև է, ափսեն սև է։ Խնդրեմ։ Կան նաև կանաչ գույնի, կան բանջարեղենը տարբեր գույների է։ Մեկ-երկու խոսքով, հա, հասկանանք ինչ է տեղի ունենալու եւ արդեն մենք տեղափոխվենք սեղանի մոտ։ Այո, ուրեմն մենք կխառնենք այս կտրատած կաղամբը։ Կարող ես խառնել հիմա, ահա, խառնիր։ Հա։ Չէ, այնտեղ էլի բաներ պետք է ավելացնենք, բանջարեղեն։ Սոուսը կավելացնենք եւ արդեն գրեթե այնտեղ ամեն ինչ պատրաստ է, մի 15 րոպեից պատրաստ կլինի ձուկը։ Բանջարեղենը պատրաստ է։ Սունկը պետք է ավելացնենք աճարով փլավի վրա։ Եվ կնստենք սեղանի շուրջ։ Չէ, բայց նաև ասացիր, որ դու ձեռքով ես, հա, կարծեմ մայրիկիցդ հարցնում եք, խնդրեմ։ Այո։ Սա պետք է ավելացնենք աղցանի համար։ Միշտ երբ որ պետք է կտրատել այս ամեն ինչը, մամային ասում եմ կանաչին, ասում եմ մամ։ Ցույց տուր, ինչպես ես անում։ Ես սիրում եմ այսպես։ Վերցնում եմ եւ ձեռքով կտրատում եմ։ Դե չէ որ դա ճիշտ է։ Դանակին չի կպնում եւ ձեռքերդ էլ որոշակի էներգիա են հաղորդում։ Շատ լավ, բայց իմ մաման սիրում է երբ ամեն ինչ շատ գեղեցիկ, դանակով է արվում եւ ամեն անգամ երբ կտրատում եմ ինչ-որ բան, մամային եմ կանչում, ասում եմ՝ «Մամ, մամուլ», մամաս հիմա մյուս սենյակում է, երևի չմոտենա, բայց ամեն դեպքում մաման սիրում է երբ այդ ամենը դանակով է արվում, գեղեցիկ ու սիրում։ Ավելացնելու բան ունես, թե ամեն ինչ պարզ է։ Ամեն ինչ պարզ է։ Չգիտեմ, հեռուստադիտողը հասկացավ թե ոչ, ես ոչ այնքան։ Լավ, սեղանի շուրջ կմեկնաբանես, ինչ տեղ ունեցավ, լավ։ Լավ, լավ։ Ու այդ հարցին չպատասխանեցիր։ Բայց շատ Каким должен быть твой мужчина? Ինչպիսին պետք է լինի քո տղամարդը։ Ախր դրա մասին խոսելն ու պատմել այնքան տարօրինակ է, չեմ Բայց շատ տարօրինակ, ուզում ես ասեմ ինչպիսին պետք է լինի իմ պատկերացած կինը։ Նա պետք է լինի առաջինը բացարձակ ազնիվ։ Համենայն դեպս գոնե իմ նկատմամբ։ Հավատարիմ։ Երկրորդը։ Դա ստանդարտ բաներ են, որ յուրաքանչյուր մեկին եթե հարցնես, պետք է լինի գեղեցիկ։ Յուրաքանչյուր մեկին, որ այդ հարցը տակ, այդպես պետք է պատասխանեն։ Գեղեցիկ, խելացի, բարի, ազնիվ, չխափի, այսպես, այնպես, բոլորն էլ այդպես կպատասխանեն։ Բայց ոչ մեկ չի ասի, չէ, ես ուզում եմ, որ իմ ընտրյալը լինի հիմար կամ ոչ մի բան չկարդացած ոչ մի գիրք չլինի կամ լինի ոչ ազնիվ կամ ստախոս, ոչ մեկ այդպեսի բան չի ասի։ Սոցիալական վիճակը ինչպիսին պետք է լինի, կարևոր է թե ոչ։ Ոչ, դա ինձ Ում տղան պետք է լինի, կարևոր է թե ոչ։ Մայրը ով է, կարևոր է թե ոչ։ Չէ, մայրը ով է, ինչ նկատի ունեք, պետք է Իսկ կարող է մայրը այնպեսի մեկը լինի, որ դու չկարողանաս նրա հետ շփվել, չէ, երբևիցե։ Ես գտնում եմ, որ եթե սիրում ես, պետք է վարդեր սիրի, թե մեխակներ։ Չէ, նմանատիպ բաներ չկա։ Կարևոր չի։ Պետք է խիստ լինի, թե օրինակ պետք է իմանայես ամբողջ օրը որտեղ եմ, թե կարևոր չի։ Ես այսպես եմ գտնում, երբ սիրում ես, իրականից սիրում ես, այսինքն դու ընդունում ես այդ մարդուն այնպեսին, ինչպեսին որ ինքը կա։ Իր բոլոր թերություններով եւ արժանինքներով։ Այսինքն եթե ինքը Հա, բայց դու չես սիրի, չէ՞, մեկին որ գա ասի Քորջան Ոչ։ Ահա, չէ, ուրեմն տեսակը արդեն, այդ տեսակը բացառվեց քո մոտ։ Այո։ Հա։ Ճիշտ է։ Կամ էլ ասենք ռուսերեն չխոսի, չկարողանա Չէ, դա ինձ համար բան չի։ Пойдем погулять сегодня, Азиз։ Հայրեն։ Բայց ինչի ռուսերեն, հայրեն։ Դե դու ռուսերեն ես խոսում դրա համար։ Ազիզ բառը այստեղ տգեղ բառ է։ Ուրեմն այն ամենայնիվ կա տեսակ, որին որ դու հավանում ես ու կսիրես, բայց չկարողացավ նկարագրել։ Եվ այսպես բավականին արագ ամեն ինչ տեղի ունեցավ։ Իհարկե ես չեմ մոռացել, որ դու ինչ-որ բան պետք է այս ընթացքում անգիր սովորեիր, որ արտասաներ մեզ համար։ Ես արդեն մոռացել եմ։ Դե։ Մայրիկի գրվածներից կարծեմ ասացի։ Կարող եմ կարդալ մամայի գրվածները։ Խնդրեմ։ Մի վարքյան ուրեմն։ Եթե ուզես եւս 15 րոպե ժամանակ տանք։ Ինչի համար։ Որպեսզի անգիր սովորես այսպես։ Չէ, կարող եմ կարդալ, Լավ, կարդա։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Բայց կարճ, լավ։
Հա, մի երկու տող։ Գիտես, ես հաճախ քեզ հետ եմ խոսում։ Մտքով կիսվում եմ, խորհուրդ հարցնում եւ պատասխանը միշտ ստանում եմ ես։ Ու երբեք մենակ չեմ զգում։ Ու զարմանում եմ, որ հաճախ մարդիկ շուրջս գլխիկոր գանգատ են անում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հետարքիր էր, այստեղ մեկնաբանելու բան ունենք, թե ամեն ինչ པարզ է։ Այստեղ աղցան ինչ որ հայտնվեց, չգիտեմ ինչ աղցան։ Այո, ոսպով աղցան, դա երկու տեսակի ոսպ, պարզապես եփել ենք եւ իրար ենք խառնել, մի փոքր ձեթ, պղպեղ, աղ եւ կանաչի կտրատել։ Առանձնապես ոչ մի բարդ բան չկա։ Մեկնաբանելու բան ունենք, թե ոչ։ Չէ, կարծում եմ, որ ոչ, ամբողջը շատ պարզ եւ հեշտ է պատրաստել։ Նկատենք, որ մարտի վերջ, ապրիլի սկիզբ մենք զկեր ենք տեսնում սեղանին եւ թարմ։ Որտեղից։ Վրաստանից տատիկս է բերել։ Ինչպես են ձեր տանը սկիզբը ազդարարում։ Բարեխորժակ։ Բարեխորժակ։ Շնորհակալություն, որ պատրաստեցիք մեզ համար։ Շատ արագ ստացվեց։ Շատ։ Մոռացա։ Ինչը։ Ապրիլի 21-ին Սև դառը շոկոլադ ներկայացմանը հրավիրեմ, դրամատիկական։ Ես մեծ սիրով կգայի։ Դե լավ, արի ժամը 8-ին, հրավիրատոմսը չեմ տվել, բայց ես քեզ կսպասեմ ընդ։ Սուպեր։ Դրամատիկականում ապրիլի 21-ին ժամը 8-ին։ Մեծ սիրով Սև դառը շոկոլադ։ Մեծ սիրով կգամ։ Լուիզան ա խաղում Արաման։ Սկսենք։ Մամա չի գալիս։ Չէ, մամ։ Արի, մեզ հետ նստի։ Ինչից սկսենք։ Դե դու Չխոսեցիր բանի մասին։ Կիտրոնով որ հյութ է սարքի։ Հա։ Մեղր, կիտրոն, էլ ինչ, նանա։ Имбирь, как на армянском։ Նորմալ է, հասկացանք։ Ահա, եւ Կոճապղպեղ։ Մյատա։ Ահա։ Եվ վերջ, այդքան բան։ Լավ, դե սկսեցինք։ Լավ տրամադրություն ունես։ Շատ։ Եթե եւս մեկ անգամ քաղցած քեզ զանգահարենք, կհամարձակվես պատասխանել։ Իհարկե, ուրախ կլինեմ, որ գաք նորից։ Պատասխանես եւ կպատրաստես։ Այո։ Վստահաբար։ Այո։ Քեզ օրվա լավ շարունակություն, շնորհակալություն, ցտեսություն։ Նույնպես, ցտեսություն։ Հա, բայց ավելի հետաքրքիր կարող է լիներ, չէ՞։ Կարծում եմ, երբ դերասանուհի Էթերի Ոսկանյանը սիրահարվի, այդ ժամանակ նրա պատրաստած կերակրատեսակները ել ավելի համեղ կլինեն։ Դիմադրենք քաղցին միասին։